Համասի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկն Ալ Ջազիրայի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ խմբավորումը չի զինաթափվի, քանի դեռ չի ավարտվել Իսրայելի օկուպացիան։ Նա հավելել է, որ Գազայի ապագայի հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համապարփակ պաղեստինյան ազգային ձևաչափում, որի մասնակիցը կլինի նաև Համասը։ Պաշտոնյան նշել է, որ խմբավորումը պատրաստ է իրեն եւ իր զինված ուժերին վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ բանակցություններին։ Ուրբաթ ուշ երեկոյան Համասը հայտարարել էր, որ համաձայն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի պատերազմի դադարեցման ծրագրի որոշ դրույթներին, այդ թվում պատանդների ազատ արձակմանը։ Խմբավորումը սակայն խուսափել է մեկնաբանել ավելի բարդ հարցեր, ինչպիսիք են զինաթափումը եւ նշել, որ կձգտի շարունակել բանակցությունները։ Թրամփն արձագանքել է ասելով, որ Համասի հայտարարությունը ցույց է տալիս, որ այն պատրաստ է կայուն խաղաղության։ Նա հավելել է. «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծումը, որպեսզի կարողանանք պատանդներին անվտանգ եւ արագ դուրս բերել։ Ներկայում դա չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկում ենք այդ մանրամասները։ Խոսքը միայն Գազայի մասին չէ, այլ վաղուց փնտրվող Միջին Արևելքի խաղաղության մասին», ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Կատարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Հորդանանին եւ այլ երկրների, որոնք օգնել են իրեն։ «Այսօր մեծ օր է, տեսնենք թե ինչպես ամեն ինչ կդասավորվի», հայտարարել է նա, հավելելով, որ մոտ են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ Համասին մինչև կիրակի վերջնաժամկետ էր տվել իր պլանին արձագանքելու համար։ Միջազգային հանրությունն արդեն դրական է արձագանքել Համասի հայտարարությանը։ Այն ողջունել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հայտարարել է, որ Գազայում բոլոր պատանդների ազատ արձակումն ու հրադադարը շատ մոտ են։ Համասը պետք է անհապաղ կատարի իր պարտավորությունները։ Մենք այժմ ունենք իրական հնարավորություն վճռական քայլ կատարելու խաղաղության ուղղությամբ։ Ֆրանսիան կմասնակցի այդ գործընթացին, շարունակելով այն ջանքերը, որոնք գործադրում է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների, Իսրայելի, պաղեստինցիների եւ բոլոր միջազգային գործընկերների հետ, ընդգծել է Մակրոնը։ Համասի հայտարարությունները ողջունել են Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Գերմանիայի վարչապետները, Կոլումբիայի, Թուրքիայի նախագահները, Կատարի եւ Եգիպտոսի արտգործնախարարությունները, Իսրայելի ընդդիմությունը։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ արդեն սկսել է գերիների ազատմանը վերաբերող Թրամփի նախագծի առաջին հատվածի իրագործման նախապատրաստումը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունն ի վիճակի չէ անվերջ ֆինանսավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Մենք արդեն ծախսել ենք 175-ից 180 միլիարդ եվրո եւ ամեն տարի պետք է նորից հատկացնենք 40-ից 60 միլիարդ։ Մենք պարզապես այս գումարը չունենք։ Այդ ռազմավարությունը չունի ոչ ռացիոնալ, ոչ էլ ֆինանսական հիմք, նշել է Օրբանը։ Նրա խոսքով Ռուսաստանի նման հակառակորդի նկատմամբ հաղթանակ տանելու եւ միևնույն ժամանակ Եվրոպայի տնտեսական հզորությունը պահպանելու հույս ունենալը պատրանք է, որը վաղ թե ուշ կփլուզվի եւ լուրջ հետևանքների կհանգեցնի։ Ռուսաստանի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Չեռնիգովի մարզում թիրախում է հայտնվել էլեկտրամատակարարման մի քանի օբյեկտ։ Վթարային անջատումներ են եղել, 50,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Նախորդին Ռուսաստանը զանգվածային հարված էր հասցրել Ուկրաինայի գազային ենթակառուցվածքին։ Ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է հարձակումը, նշելով, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 7 ԱԹՍ։ Արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել, որը փրկարարները մարել են։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկում է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնելու առաջարկները։ ԱՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ քննարկում է մանրամասն առաջարկներ Զապորոժիեի ԱԵԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ, որը վերջին 10 օրվա ընթացքում հիմնականում սնուցվել է վթարային էլեկտրաէներգիայի հաշվին, ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը որակել է ճգնաժամային։ Կիևը եւ Մոսկվան միմյանց են մեղադրել ատոմակայանի էլեկտրասնուցման խափանման համար։ Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության Զապորոժիեի ատոմակայանն էլեկտրամատակարարման խափանման պատճառով շարունակել է սնուցվել գեներատորներից, որոնք 10 օրից ավելի չեն կարող հոսանք մատակարարել կայանին։ Վրաստանում հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է անցկացվում։ Քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքի ղեկավարի եւ ավականու ավելի քան 2000 անդամի։ Քաղաքապետները կընտրվեն առաջին փուլում, եթե ստանան ձայների 50%-ից ավելին։ Ավականու կազմում ընդգրկվելու համար կուսակցությունների համար սահմանվել է 4%-ի շեմը։ Ընտրությանը մասնակցում է 7000-ից ավելի թեկնածու 12 կուսակցության կազմում։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի ավելի քան 3.5 միլիոն քաղաքացի։ Ընտրողների ամենամեծ թիվը հենց մայրաքաղաք
քաղաքում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Քվեարկությունն անցկացվում է 3061 տեղամասում, որոնց գրեթե 90%-ը հագեցած է էլեկտրոնային քվեատուփերով եւ արձանագրությունների առցանց փոխանցման համակարգով։ Ընտրատեղամասերը բաց են լինելու առավոտյան 8-ից մինչև ժամը 20-ը։ Գործընթացին հետևելու են տեղական եւ միջազգային դիտորդները։ Ընդդիմադիր 8 առաջատար ուժ հրաժարվել է մասնակցել ընտրությանը, չճանաչելով իշխանությունների լեգիտիմությունը 2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո։ Բոյկոտից շեղվել են միայն Լելո ուժեղ Վրաստան եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունները, որոնք Թբիլիսիում առաջարկել են միասնական թեկնածուի։ Դավիթ Մուրադյան, լուրեր։